Ազգերի լիգայի խաղարկության BC դիվիզիոնների անցումային փլեյօֆի պատասխան խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մրցեց Վրաստանի թիմի հետ։ Դիմակայության առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 0-3 հաշվով։ Պատասխան խաղում Ջոն Վանցխպի գլխավորած թիմն էլ ավելի վատ հանդես եկավ եւ 1-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց։ Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստները ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Հայաստանի թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ 48-րդ րոպեին Մոսկվայի Լոկոմոտիվի 23-ամյա հարձակվող Էդգար Սևիկյանը լեհական Լեգիայի 25-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո գեղեցիկ շրջադարձ հարվածով գրավեց Վրաստանի թիմի դարպասը։ Խաղի 63-րդ րոպեին Հայաստանի դարպասը ստացավ վերջին 6-րդ գոլը։ Խայտառակ պարտությանը հաջորդեց ներողությունների շարքը։ Նախ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը սկսեց։ Երկար եւ լուրջ խոսակցություն ունեցանք եւ եկանք այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը։ Ներողություն եմ խնդրում հանրությունից այս արդյունքի համար։ Երկար զրույցից հետո եկել ենք այն որոշմանը, որ կարող ենք որպես մեկ թիմ առաջ գնալ, անկախ այն նեգատիվից, որը կա հայկական ֆուտբոլում։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանցխիպը Վրաստանի թիմից կրած պարտությունից հետո ասել է. առաջին 3 գոլից հետո նման ավարտը սպասելի էր։ Երբ խաղը սկսում ես 3-րդ րոպեին գոլ ընդունելով, հետո երկրորդ գոլը, ապա երրորդ ոչ պրոֆեսիոնալ սխալներ ես թույլ տալիս։ Բնականաբար խաղի ելքը այսպեսին պետք է լիներ։ Ցանկանում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից ու երկրպագուներից այս խաղի ու հաշվի համար։ Մարզական մեկնաբանի խոսքով հավաքականը նոր է ձևավորվում։ Մեծ պահանջներ ունենալը իրատեսական չէ։ Ազգային հավաքականը չունի ստաբիլ մեկնարկային կազմ, ինչն արդեն հուշում է հետևանքների մասին։ Պետք է հավաքականի գլխավոր մարզիչը առաջին հերթին շեշտը դնի ներքին առաջնությունում խաղացող ֆուտբոլիստերի վրա, դա իմ կարծիքն է։ Այո, միգուցե 1-2-3 հանդիպում տպավոր են տղաները, բայց վստահաբար կարող եմ ասել, որ դրանից հետո այն ինչ կզգան ներքին առաջնությունում եւ հավաքականի կազմում աստիճանաբար կբարելավեն իրենց խաղը։ Ազգային հավաքականը չգործեց որպես թիմ, անհատական սխալներ էլ եղան։ Մարզիչի խոսքով ինքը մի քանի օրում այդ խնդիրները լուծել չէր կարող։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը կարծում է, ազգային հավաքականը պետք է ձևավորել լավ խաղացողներով, ոչ թե միայն հայ ֆուտբոլիստներով։ Մեր ընտրած ֆուտբոլային քաղաքականությունը գործնական հեռանկար չունի, նշել է Բադալյանը։ Այո, տեղի ռեսուրսը էապես թույլ է, բայց տեղի ռեսուրս եւ տեղի մարզիչ։ Դրա վրա պետք է կառուցվի վերականգնման ու առանջթացի կոնցեպտը, որ փոխվի նաեւ ներքին ֆուտբոլային մոտիվացիան։ Դա իհարկե պահանջելու է շատ բարձր արդյունավետությամբ ներքին ֆուտբոլային կառավարում, ավելի մեծ պատասխանատվություն այդ կառավարիչների գործունեության համար։ Դա պահանջելու է ներքին ֆուտբոլային սուբյեկտների միջև հարաբերությունների այլ որակ, այլ տրամաբանություն, այլ արժեքային ու մտածողական միջավայր։ Ազգային հավաքականի խաղից հիասթափված են հայ երկրպագուները։ Նրանք ազդված են հատկապես վրացի երկրպագուների պահվածքից։ Red Eagles Fan շարժման ղեկավարի խոսքով իրենց նկատմամբ բավական անդասյարակ պահվածք էր հյուրընկալած ակումբի երկրպագուների կողմից։ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը եւս դատապարտել է իր երկրպագուների արարքը։ Այդ միջադեպը կարող է հանգեցնել UEFA-ի կողմից պատժամիջոցների, հետևաբար վնասել մեր հավաքականին եւ վրացի ֆուտբոլասերներին։ 180 րոպեում 9 գոլ ստանալը հիասթափություն ամոթ է առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում։ 20 րոպե մեկնի գնդակ Վրաստանի հավաքական այդ հավաքականը չէ։ Լավ, եթե անգամ հաշիվը մոռանանք, հաշիվը դնենք մի կողմ, ուրեմն գոնե ֆուտբոլ կարենք ցուցադրենք, իսկ մենք ընդհանրապես ֆուտբոլ ցուցադրեցինք երկրորդ խաղակեսի, չգիտեմ, 5 րոպե, 6 րոպե կամ 10 րոպե։ Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ պարտությունը ոչ միայն ֆուտբոլային, այլ նաև կառավարման խորքային խնդիրների արտացոլումն է։ Ներողությունների շարքը երկրպագուներին չի բավարարում։ Անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։ Առանց կայուն ծրագրի, ուժեղ կազմի եւ արդյունավետ ֆուտբոլային կառավարման նման պարտությունները անխուսափելի են։ Հիմա կարևորը ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ կառուցողական լուծումներ մշակելը, որպեսզի ազգային հավաքականը վերագտնի իր արժանապատվությունը։ Անի Աբախյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։